Որ տանում եք իբր մենք այսպես բռնություն ենք ուզում, նորից եմ կրկնում, մենք 8 տարի է պայքարում ենք այս իշխանությունների դեմ, առավել ակտիվ նաև շատերը միացան հատկապես պատերազմից հետո, եթե նման բան լիներ, եթե նման ցանկություն լիներ, գոնե այսքան ժամանակ ինչ-որ մի ձև պետք է դրսևորում ունենար, չէ՞, ժողովուրդ, մենք չենք ուզում նման բան անել, ինչ ենք փորձում մեր վրա կարել ժողովրդի մեջ, այսպես արհեստական վախ սերմանել, որ այ մենք պիտի էս անենք, այն անենք, 8 տարի է պայքարում ենք, գտնում ենք, որ այս մարդիկ չարիք են այս երկրի համար, գտնում ենք, որ պետք է հեռանան, բայց ոչ այդ ձևով, նման փորձ չի եղել, նման բան չի եղել, չգիտեմ ով ինչ է ասել, ինչ էմոցիոնալ վիճակում է ասել, բայց դուք խոսում եք բռնությունից, մի հատ ձեր վարչապետի հայտարարություններին նայեք, նույն քանի օր առաջ, սատկացնելու եմ սրան, սատկացնելու եմ այն մեկին, սատկացնելու եմ մյուսին, այս մեկը պետք է նստի, այն մյուսը պետք է նստի, այսօր ինչ էր ասում, Գագիկ Ծառուկյանից ասում պիտի խլեմ ցեմենտի գործարանը, Սամվել Կարապետյանը պիտի բոմժ դառնա, չգիտեմ, եթե դուք սա նորմալ եք համարում, մենք չենք կարող սա նորմալ համարել։ Մի բան հայրիկի պաշտպանական տարիներից այնպիսի դրվագներ կարող եմ հիշել։ Օրինակ, հիմա մենք եկել ենք ասենք, մենք հիմա եկել ենք ասենք, որ եթե նախկինում սխալ ա եղել, ուրեմն հիմա պետք է լինի, թե պետք է ուղղենք։ Ես դատապարտում եմ բոլոր ժամանակների սխալները։ Բռնությունները, այլախոհության հետապնդումը։ Դատապարտում եմ ամբողջովին եմ դատապարտում։ Ու նաև, գիտեք, լինելով թե իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ, թե քաղբանտարկյալի կարգավիճակում, թե մնացածը շատ ավելի լավ ես տեսնում սխալները, թե քո սեփական, թե քո նախկինի, թե քո հաջորդի, թե քո հաջորդի։ Ու իսկապես հասկանում ես, որ ճիշտ գնահատելով այդ ամեն ինչ, հասկանում ես, որ այս ամեն ինչին պետք է վերջ տրվի, բայց այս ձևով այլ ձեռագիր եք կանեցնելու։ Դուք դա պնդում եք անում։ Չէ, ենթադրություն։ Իշխանության դեպքում այլ ձեռագիր եք բանեցնելու, քան ձեր հայրերի։ Ես խոստանում եմ, որ դա այդպես չի լինելու։ Ձեր ենթադրությունը Աստծո հաջողությամբ, մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ թող ամեն ինչ փոխվի եւ մենք մի պայծառոր իրար հետ կարող ենք խոսել ու ես ձեր աչքերին նայելով ասեմ, որ տեսակ որ այդպես չեղավ։ Ձեր աչքերին նայելով, պարոն Քոչարյան, ես ուզում եմ հավատալ ձեր անկեղծ